Երկրապահի օրն է եւ ահա Արման Թաթոյանը ծաղիկներով Իջևանում եկել է հուշարձանին Սպիտալյանքի դուրսմատուցել։ Առաջին օրն է քարոզարշավի բարդ օր է, որովհետեւ այսպես մեկնարկն է եւ ինչ տրամադրությամբ եք սկսում այս ճանապարհը։ Նախ այսօր օրվա խորհրդով պայմանավորված մենք սկսեցինք Գոշավանքից, որովհետև Գոշավանքը մեզ համար կարևոր այն առումով, որ դա արդարության հետ է կապվում, իրավունքի գերակայության, կարգ ու կանոնի հետ, այնպիսի երկիր ունենալու, որտեղ իսկապես կա արդարություն։ Եվ դրանից հետո մենք հիմա արդեն երկրապահի օրվա խորհրդով պայմանավորված ծաղիկներ կխոնարհենք։ Տրամադրությունը բնականաբար շատ լավ է եւ ամենակարևորը գիտեք ինչն է, այս ամբողջ ընթացքում, որ մենք զգացել ենք եւ հիմա էլ պետք է խոսենք մեր քաղաքացիներից, շփվենք, որ նրանք ցավը նրանում կամ բարդությունը նրանում է, որ մեր քաղաքացիները հիասթափված են, հավատ չկա շատերի մոտ։ Այս սա է կարևորը, որ այնպես անենք, որ իսկապես այդ հավատը արտանա, որ հնարավոր է փոխել, որ հնարավոր է փոխել։ Ժամանակը գիտեք, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիներին այդքան եղել են ժամանակահատվածներ, կեղծ խոստումներ, քաղաքացիներին, հետո հիասթափություններ, մանավանդ այս իշխանությունն էլ ամբողջությամբ տապալեց այդ վստահությունը, եկավ խոստումներով 2018 թվականին ահռելի, բայց դրանք ամբողջությամբ ձախողեց եւ միակ կառավարությունն է, ես կարծում եմ Հայաստանի ամբողջ պատմության մեջ, որ նախընտրական ոչ միայն խոստում, այլ նաեւ նախընտրական ծրագրում ներառել է բաներ, որ երբևէ այդպես էլ չիրականացել, ոչ միայն չիրականացել, հակառակն է արել։ Սկսած նրանից, որ վերաբերող Արցախին վերաբերող խոստումներից եւ վերջացած օրինակ անգամ ամենապարզը դպրոցներին վերաբերող խոստումներով։ Շատ լավ։ Սկսել եք Նիկոլ Փաշինյանի հենց ծննդավայրից։ Մարդկանց հետ շփվեցիք, ինչ լսեցիք։ Չէ, բայց Նիկոլ Փաշինյանի ծննդավայրը նրա հետ մենք չենք կարող, սա մեր հայրենիքն է։ Մեր հայրենիքն է, մեր երկիրն է, Իջևանը իմ ամենասիրելի վայրերից մեկն է։ Մենք ունենք մեր թիմում շատ մարդիկ, ովքեր հենց Իջևանից են ծնունդով, Իջևանի տարբեր գյուղերից, այստեղ մենք ունենք մեր շատ կարևոր գրասենյակներից մեկը եւ Իջևանը նաեւ բոլոր պատերազմների ժամանակ, դժվարությունների ժամանակ միշտ մեր հերոսական քաղաքներից է եղել, Իջևան համայնքը գյուղերով մանավանդ, այնպես որ մեզ համար պատիվ է Իջևանից նաեւ սկսելը, որովհետեւ այսպես ասենք Գոշավանքից սկսեցինք։ Ուղղակի բնականաբար նաև Իջևանում ենք, եկանք եւ ծաղիկներ խոնարհենք եւ մարդկանց հետ շփվենք։ Չեմ ուզում ձեզ խանգարել, գնանք ծաղիկները։ Շնորհակալություն։ Բայց մի բան է ուզում։ Ասեք իհարկե։ Ներկայային պահին քարոզարշավի ձեր զարգանիշը ինչպեսին է գնահատում։ Կարծես թե սոցիոլոգիական հարցումներով անցողիկ շեմը չեք հաղթահարում։ Դուք ինչ սոցիոլոգիական հարցումներ եք տեսել։ Իհարկե, ոչ միայն առանձին էին հրապարակվել մեզանից զատ, այլ նաև մեր սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս, որ մենք վաղուց արդեն հաղթահարում ենք շեմը, եթե ղեկավարում ենք այդ հարցումներով, բայց ամենակարևորն է, որպեսզի մենք մեր քաղաքացիների մոտ գնալով հնարավորին շատ քվեստ անանք, ձայներ հավաքենք, որպեսզի կարողանանք նաև մեր ծրագրերը իրականացնել։